Բարև բոլորին, բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր։ Սիրելիներս, 3 ամսի մեկն էր ու ես անցյալ ամսում էի որոշել, որ կշռվելու համար երևակայի ամսի 15-ը փոխեմ ու ամսի 1-ից 1-ը կշռվեմ։ Ու 3 այն օրներ ամսի 1-ն էր կշռվեցի։ Հիմա իմ քաշը 124 կիլոգրամ, այնտեղ մի քանի գրամներ է, իհարկե ես այդպես կլորացնում եմ, դա էական էլ չէ։ 124 կիլոգրամ, ուրեմն եւ այսպես ընդհանուր առմամբ այս ամսի 5-ին 6 ամիսը լրանում է, այդպես կարելի է ասել 6 ամսում մինուս 15 կիլոգրամ։ Շատ մարդկանց դա եւ նաեւ ինձ ընդհանուր առմամբ կթվա դա քիչ է, բայց այն հին հետևորդներ ովքեր լսում են ինձ, ես ասել եմ, որ այդքան իմ նիհարելու պրոցեսից դա ինչպես ասեմ, ամենաերևակայի լավ տարբերակն է։ Քաշը դու գցում ես քիչ-քիչ, միգուցե ուրիշների մոտ դա լինի մեծ թիվ, իմիջիալոց ասել եմ, շատ մեծ քաշի դեպքում կարնիվորով էլ կարող ես ահագին քաշ գցել։ Դե բնական է առաջին ամիսներին, եթե շատ ահավոր քաշ ունես, դա ընդհանրապես ջուրն է, որ գնում է մարմնի հեղուկը։ Հիմա ես հասկանում եմ, որ ես այդքան էլ շատ հեղուկ չունեմ ու բնականաբար հեղուկից էլ է գնում, բայց բնականաբար մեծամասնությունը դա արդեն ճարպից է գնում ու դա շատ լավ է։ Այս ամիսների ընթացքում հավատացեք, տարբեր ամիսներին տարբեր ձևի զգացողություն է եղել մոտս, տարբեր ձևի, այն առաջին ամիսներին բնական է, որ իհարկե, որ ես կտրուկ եմ փոխել, կտրուկ անցնել մսակերությանը, այնտեղ մարդիկ կան, որ այդ կտրուկ անցնելը իրենց մոտ ավելի շատ ստրես է, իմ մոտ ճիշտն ասած այդ ստրեսը տեղի չունեցավ շատ, այնտեղ մի քանի օր էր պետք ու այդպես անցավ գնաց, բայց եղել են ահավոր թուլություններ, եղել են մարսողական համակարգը բողոքներ ու պրոբլեմներ չեմ ունեցել, եղել է շատ կտրուկ ճնշումի անկում, եղել է շատ մեծ թուլություն, պատահել են, ոչ ամբողջ ամիսներին, բայց այդ սկզբնական ամիսների շրջանում այդպես է, քանի որ ես հասկանում եմ ու երբ նայում եմ նույնիսկ կարնիվորցիներին, կարնիվորցիները իրենք են ասում, որ օրգանիզմը կամաց-կամաց ադապտացվում է։ Ժամանակին, տեսեք, ես իմ օրգանիզմի վրա, ինչպես ասում են, շատ փորձեր եմ արել, այնքան փորձեր, փորձարկումներ, որ ածխաջրերով, երբ որ օրգանիզմդ աշխատում է գլիկոզայով, էներգիան դու ստանում ես գլիկոզայից, կապ չունի դու քաղցր ուտում ես, չես ուտում, միևնույն է ածխաջրերը ի վերջո նաև գլիկոզաների են վերածվում, այնպես չի, հենց ինքը գլիկոզա է, այնպես չի, որ ինչևէ, երբ որ օրգանիզմդ արդեն գլիկոզայով ես դու էներգիան ստանում ընդհանրապես, դա մեկ այլ զգացողություն է, լավ թե վատ, դու ստանում ես արագ էներգիա ու շատ արագ էլ հանգում է օրգանիզմդ, դա շատերը կփաստեն, միգուցե շատերի մոտ այդպես չէ, բայց շատերը կփաստեն, որ այդպես ածխաջրերով լի ուտելուց հետո մի պահ զգում ես էներգիա, մի պահ զգում ես հագեցվածության այդ զգացմունքը ու հետո միանգամից
քունդ է տանում, թուլություն ես զգում, էներգիայի տրամադրության անկում ես զգում, դա իմ կարծիքով բոլորն էլ կփաստեն։ Դա ինձ մոտ էլ է եղել։ Մեկ այլ բան է, երբ որ օրգանիզմդ ստանում է ճարպեր, էներգիան ստանում է ճարպերից, և սպիտակուցները իհարկե այդ կառուցողական ամինաթթուները, ամենակարևոր բաները, երբ որ դրանք ստանում ես այդ ամենակարևոր բաները ճարպերից և սպիտակուցներից, դրանք արդեն բոլորովին այլ զգացողություն են։ Իհարկե կամաց օրգանիզմդ ադապտացվում է, թուլություն էլ կզգաս, այնտեղ խմելու հետ էլ, սկզբնական շրջանում ես շատ էի հանքային ջուրը խմում, որովհետև և արդեն այդ օրգանիզմի մեզի հետ դուրս է գալիս, քանի որ ուգլիվոդն է հեղուկ պահում օրգանիզմում, ածխաջուրը, երբ որ այդ դուրս է գալիս այդ ավելորդ հեղուկը, այդ ժամանակ բոլորիս պետք է շատ ջուր խմել, ցանկալի է էլեկտրոլիտներով, այսինքն հանքային ջրեր այնտեղ խմել։ Ես այդպես շատ բան չեմ արել, մարդիկ կան ասում են գազը հանեն, գազը չանեն, ես գազն էլ չեմ հանել, ուղղակի խմել եմ հանքային ջուր, ջերմուկ, բժնի, ոնց պատահել է այնպես խմել եմ։ Տարբեր երկրներում տարբեր հանքային ջուր կա, կարող եք խմել։ Հետո թուլության պահին, երբ որ անկումը շատ է եղել ճնշումի, դա ես պահի տակ ավելացրել եմ աղի քանակ, աղի լուծույթ այդպես չեմ կարողանում խմել, բայց այդպես լեզվի վրա աղ լցնել, այդպես արել եմ, դա էլ էլի նորից գալիս է ջրազրկվելու պահից ելնելով, դա էլ է անցել, ասեմ, միգուցե հիմա աշուն է ու այդքան շոկ եղանակ չի, իսկ ես սկսել եմ ամռան այդ ամեն ինչը, չեմ ասում, որ հեղուկը քիչ եմ խմում, էլի խմում եմ, բայց այս վերջին 2 ամիսներին այդքան շատ հանքային ջուր չեմ խմում, լինում է օր, որ չեմ խմում, բայց այն սկզբնական շրջաներին առանց հանքային ջրի մի տեսակ այն չէր։ Այդ զգացողությունների մասին եմ խոսում, չնայած ամսի 5-ին ես վիդեոն կանեմ ընդհանուր 6 ամսվա կտրվածքով ինչ է, ոնց եմ զգացել, բայց քաշի համար եմ ասում, որ այդպես կարող է տեղի ունենալ։ Ես կարճ շորթերում կտեղադրեմ մսի բաղադրությունները, այսօր նույնպես երևի տեղադրեմ մսի բաղադրությունները ու դուք երբ որ կխնդրեի լսել շորթերի վիդեոները, այնտեղ կա, սկսել եմ տավարի մսից ու տարբեր մսերի բաղադրությունը ու դուք տեսեք, թե հենց մենակ մսի մեջ ինչեր կան, բայց էլի ցավոք, երբ այդպես նայում եմ, կարդում եմ տավարի մսի բաղադրությունները, ասում եմ, տես ես ինչքան տավարի միսը քիչ եմ օգտագործում ու դա շատ բան կորցնում եմ, մտածում եմ միգուցե շատ բանը, որ այդպես իմ ավելի ուզածի պես չի լինում, միգուցե հենց դա կախված է, որ ինչ-որ վիտամիններ, ինչ-որ բաներ իմ մոտ մի քիչ է լինում, բայց ունեմ այն ինչ ունեմ, չեմ կարող այդպես ամեն օր, որտեղ որ ես գտնվում եմ, այդպես ես գնեմ տավարի միսը, ինքը ընդհանրապես իմ կարծիքով բոլոր տեղեն էլ այդպես թանկ է, այնպես չի, որ շատ էժան է, բայց դե համենայն դեպս ցանկալի է, այո, կառնիվորցիները, նամանավանդ Ամերիկայում ապրող, այնտեղ գինը բնականաբար այնտեղ էլ էժան չի, բայց դե իրենց աշխատանքի համեմատ աշխատավարձների կարծում եմ, որ պետք է նորմալ լինի, եթե կան ամերիկացիներ, միգուցե փաստեն դիտողների մեջ։
տավարի միսը այո շատ օգտակար է ու ես կցանկանայի որ տեսեք ես անընդհատ մսերից միս եմ օգտագործում մի պերիոդ մի քանի օր հավ այնտեղ խոս հետո ձուկ հետո տավար այդպես ամսվա մեջ մի քանի տեսակ բաներ եմ օգտագործում դա ոչ թե ես անում եմ կոնկրետ ուզում եմ այլ ուղղակի ֆինանսից ելնելով հարմարացնում եմ Եթե խնդիրներ չլինեին այդպես ֆինանսական, կարելի էր ուղղակի փորձել, ոնց որ ուրիշներն են այն կարնիվորցիներն են անում, ովքեր որ մենակ տավարի միս ու ջուր ու աղ են օգտագործում։ Դա շատ լավ է, այն բացի նիհարելու համար, իհարկե ուրիշները նաև ոմանք տավարի մսի հետ օգտագործում են նաև ձվի դեղնուց, ստեյքներ են անում դեղնուցներով ուտում, ոմանք կիսահում վիճակում, ոմանքում կարծում եմ ես հում չեմ կարող ուտել, կիսահում ուտում եմ, բայց այդպես հում վիճակում դժվար թե ես կարողանամ ուտել, դա էլ մարդկանց բանից է գալիս, ով ինչպես կարող է ուտել Ճարպերից ասել եմ կարագը ու հալածյուղը, եթե սալ է լինում կամ էլ խոզի ճարպ, այդպես, եթե նույնիսկ տավարի միսը յուղոտ լիներ, հենց իրեն յուղով, էլի նույնպես կարելի է, այնպես չի, որ դա չի կարելի, ինչև է, եթե տավարի միսը լիներ, մեծ հաճույքով կփորձեի դա էլ, քանի որ ես անընդհատ տարբեր մսեր եմ օգտագործում, շատերը երբ որ ուրիշների կարնիվորցիների կոմենտարիաները ես շատ եմ կարդում, փառք Աստծո կա թարգմանություններ անգլերենից, շատերն են ասում ես հոգնում եմ, բայց մարդիկ էլ կան ասում են ես չեմ հոգնում անընդհատ նույն բանը ուտելուց, հիմա իմ մոտ ես մտածում եմ Այդ հոգնելը չէ, ուտում եմ, բայց ես էլ որ երկար օրինակի համար հավ եմ ուտում, հոգնում եմ, հետո երկար խոզ եմ ուտում, հոգնում եմ, բայց ես նկատել եմ, որ տավարի միս ուտելուց ես չեմ հոգնում նույն բանը ուտելուց, այդ մեկը չեմ նկատել, միգուցե այդ տավարի մսի պերիոդը մի քիչ է եղել, որ իրար հետևից անընդհատ չեմ հոգնել, հոգնել եմ թոքեր շուտվանից չեմ առել, մի մոմենտ առնում էի սիրտ թոք տավարի, շուտվանից չեմ առել, հոգնում եմ թոքերից, ասենք հետո թոքերը իրենք շատ շուտ են հագեցնում, դրանից կարող եմ հոգնել, փոխել, իսկ մնացածից, այո, ձուկն էլ երկար ուտելուց, հավն էլ, խոզն էլ, անընդհատ փոփոխությունների ենթարկում եմ, էլ եմ ասում, ոչ թե ենթարկում եմ, որ այդտեղ հոգնելը շատ դերակատարություն ունի, այլ գումարի հարցով է, թե ինչ որ պատահի, այդպես ասած, ժողովրդական լեզվով ասած, որը պատահում է, այն էլ գնում եմ։ Կարծեմ, թե երևի այդպես անընդհատ տավարի միս օգտագործելը մի որոշ ժամանակ միգուցե կարողանամ, չգիտեմ, դա չեմ փորձել ու ես էլի եմ ասում, երբ որ տավարի միսը ուտում եմ, արդեն լրիվ ուրիշ ձևի եմ ես զգում, ավելի առույգ, ավելի ամեն ինչով ավելի լավ եմ զգում։ Հիմա թե դա հենց մսի այդ պարունակությունն է, ես բոլոր մսերի պարունակությունը մեկ առ մեկ դնելու եմ, թե տավարի մսի մեջ այդքան քիմիական բաներ կան, նյութեր կան, վիտամիններ կան, դրանից է, որ մարդ ավելի լավ է զգում, միգուցե չէ, երևի հաստատ դրանից էլ կլինի, ինչև է այսօր ուզում եմ մի քիչ կարճ անել վիդեոն, անընդհատ մտքեր կան, որ ասես սա լինի, բայց ես զգում եմ, որ նախադիտումները շատ քիչ են,
էլի գիտեմ ինչի համար են քիչ, դա վլոգային չէ, ժամանցային չէ, ում հետաքրքիր է կարող է մի պահ մտնի մի բառ լսի, դուրս գա, ում էլ հետաքրքիր չի, իհարկե չի նայի, բայց սիրելիներս ես կուզեի նորից անդրադառնալ այն հարցին, որ եթե որևէ մեկին թվում է դա կարնիվորը լուծում է մսային դիետան, այդպես ասած, ովքեր չգիտեն, կենդանական ծագման ավելի ճիշտ դիետան, ոչ թե մենակ լուծում է այդեղնի հարելու չաղերի խնդիրը, գերմարդկանց խնդիրը չէ, այնքան հիվանդությունները ինքը թեթևացնում, այնքան հիվանդությունները ինքը օրգանիզմից դուրս հանում, որ էլի եմ ասում, հավատացեք, եթե հետաքրքրվեք կարնիվորով, կհասկանաք, որ շատ բաներ, շատ հիվանդություններ կարնիվորում կամ լավ է զգում, կամ մանավանդ քրոնիկ հիվանդությունները, դա այն հիվանդություններն են, որ անդադ կյանքիդ մինչև վերջ այդպես հետդ գնում է, շատ բարելավում են, հիվանդություններ կան, որ կարող ես նաև չզգալ, փորձում են, որովհետև երբ որ կարնիվորցիներին նայում եմ, Աստված իմ ինչքան են շատացել, երբ որ իհարկե ալգորիթմը արդեն բերում է, անդադ նայելով արդեն բերում է արտասահմանցիներին, ցավոք սրտի չկան, շատ քիչ են այդ ձայնային թարգմանությունները, եթե ես կարողանեի համակարգչով, միգուցե իմ ալիքը շատ այնքան պուճուր է, ալիք ասված էլ դա ոնց որ չի, իսկականից օրագիր է, ալիք էլ չի, կարելի էր ձայնային այդ թարգմանությունները դնել, համ աուդիտորիան շատ կլիներ տարբեր երկրներից ու ալիքին աճ կտար, չգիտեմ հետագայում ինչ կլինի, բայց նույնիսկ այդ ալիքներին հնարավոր է, կան ձայնային թարգմանություններ, իդեպ ասել է մի հատ տարեց 70 տարեկան մարդ, արդեն ահագին տարիներ, երևի մի 20 տարվա ինքը այդ կարնիվոր դիետայով է զբաղվում, երբեք չես ասի, որ նա այդ տարիքի է, իր սեփական ռանչոն ունի, իր սեփական ֆերման ունի, դա իհարկե գովելի է, նրա ձայնային վիդեո լինում է, որ այդ ձայնային թարգմանությունները լինում են, ու էլի նորի ձայնայինի մեջ ես գտա մենակ ուկրաներեն տարբերակը, ռուսական չկար, դե բնական է ուկրաներեն տարբերակը ռուսերենին շատ մոտ է, հետո ես շատ եմ նայում ուկրաինացիներին, այնպես որ իրենց այդ բլոգերներին, ովքեր նորից կարնիվորով են, կամ նիհարելու դիետաներով են տարբեր տեսակի, ու փաստորեն ինչ որ որոշ մի բան գոնե հասկանում եմ կամ գլխի եմ ընկնում, թե ինչի մասին կարող է լինել տվյալ բառը կամ նախադասությունը, այսօր այսքան, շուտով իրոք լռանում է 6 ամիսը, կարելի ասել արդեն լռացած է, մի առանձին վիդեո էլ երևի այդպես անեմ ընդհանուր զգացողությունների 6 ամսվա ընդհանուր զգացողությունների համար, ինչ եմ զգացել, ինչպես եմ այդ 6 ամիսը այդպես բերել հասցրել է մինչև 6 ամիս կարնիվորը, տա Աստված ավելի երկար լինի ու տա Աստված հասնեմ իմ վերջնական նպատակին, ու կցանկանայի, որ խնդիր ունեցող մարդիկ, թե առողջական, թե նիհարելու, գոնե մի անգամ փորձեին ու կզգային տարբերությունը այդպես այս ապրելակերպով ու մնացած խառը սնունդի դեպքում տարբերությունը շատ մեծ է, անչափ մեծ,
Այսօր երևի այսքանը սիրելիներս, կխնդրեի բաժանորդագրվել, հետևել, տարածել, կխնդրեի մի փոքր ակտիվանալ, ձեզ համար երևի այդքան հասկանում եմ էական չի, բայց ինձ մեկնաբանությունները ու լայքերը ալգորիթմի համար YouTube-ի շատ էական է, գրեք ձեր կարծիքները, գրեք երբևիցե ինչ-որ մի բան փորձել եք, դա չլինի մենակ կարնիվորը, ես գիտեմ, որ նայողների մեջ կա կարնիվոր փորձող, ես նույնիսկ ուրախացել էի, չգիտեմ հիմա դիտում է թե չէ, ինչևէ բոլոր հետևորդներիս ջերմագին ողջույններ, իրեն առանձնապես եթե դիտում է ինքը կիմանա, որ իրեն մասին եմ խոսում, քանի որ Նիկը անուն այդպես ազգանունով չի, ես էլ չեմ կարող այդպես ուղղակի ասել, ինչևէ բոլորին ջերմագին բարևներ, հետևեք, տարածեք, գրեք մեկնաբանություններ, ես շնորհակալ եմ ամեն մի գրանցված ու ամեն մի չգրանցված դիտումի ու բաժանորդից, շատ շնորհակալություն, եղեք առողջ, բարին ընդ ձեզ։